Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, այսօր երեքշաբթի, ինչպես եւ խոստացել էինք, ամեն շաբաթյա ռեժիմով մենք դուրս ենք գալիս ուղիղ եթեր պատասխանելու ձեր հարցերին։ Հարցերը դուք հասցեագրել էիք մեր այդ գովազդային հոլովակի տակ եւ մենք դրանցից մի քանիսն ընտրել ենք եւ կպատասխանենք հենց ուղիղ եթերում։ Մեր եթերում են Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ողջույն Արման։ Մեր հենց Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին հարցերով քարտուղար Արնոլդ Բլեյանը, ողջույն Արնոլդ, եւ ես Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանս։ Եվ ուրեմն, սկսենք առաջին հարցից, որը մեզ հասցեագրել է Վահրամ Սուքասյանը, հարցը հետևյալն է, ինչ եղանակով է Հայաստանը անկախանալու Ռուսաստանից նման տնտեսական կախվածության պայմաններում։ Անշուշտ հարցը խիստ օրախնդիր է եւ դրան մենք տարբեր առիթներով անդրադարձել ենք տարբեր ռակուրսներից, բայց այնուամենայնիվ հարցը դրված է ուղիղ համեցիր Արման։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ չափազանց մեծ ակտիվության համար, ընդամենը մեկ օրում աննախադեպ քանակի տարբեր հարթակներում հարցադրումներ են արվել մեզ, նշանակում է, որ կա ահռելի հետաքրքրություն եւ բնականաբար մենք էլ պատրաստ ենք արձագանքելու այդ հարցերին պատասխանելու հարցը, որը ուղղել է կոնկրետ Վահրամ Սուքասյանը, կարծում եմ շատ արդիական է, այն իմաստով, որ ավելի ու ավելի մենք մոտենում ենք չափազանց կարևոր ճակատագրական ընտրության եւ բնականաբար ունենալով այդպիսի ազդեցության լծակներ այդ ընտրությունների արդյունքի վրա ազդելու մեծ հաշվով գործիքներ են այդ ունեցած լծակները եւ մենք հույս ունեինք, որ այն գործընթացները, որոնք նաեւ մեր անմիջական մասնակցությամբ եւ ուղղակի ներգրավմամբ տեղի էր ունեցել, խոսքը օրինակ Եվրաքվեի եւ Եվրամիությանն անդամակցելու համար անցկացված ստորագրահավաքներ, դրան հաջորդած օրենքի ընդունումներ, դա առնվազն պիտի այլևս լիներ մեզ համար քաղաքական կուրսի փոփոխության համար անհրաժեշտ հիմք։ Այդ օրենքը մենք ընդունել ենք, դրանից հետո ոչ մի գործողություն չի ձեռնարկվել եւ իշխանությունները քաղաքական կամք ցույց չեն տվել, որ իրենք իրապես կուրսի փոփոխություն են ցանկանում իրականացնել, ինչը մեծ հաշվով նաև Ռուսաստանին կասկածելու այսպես հիմքեր է ստեղծել, որ այս ամեն ինչը շատ անլուրջ է։ Ընդհուպ միջև եթե կհիշեք մոտ 1-2 ամիս առաջ Մոսկվայում ասում էին, որ սա ընդամենը հայտարարության մտադրությունների մասին մենք չենք տեսել դեռ այնպիսի տեղաշարժեր, որոնք կվկայեն, որ Հայաստանը լուրջ է տրամադրված, օրինակ իր Եվրոպական միության անդամակցության մտադրության մեջ։ Նաև Եվրոպական միության մոտ կարող են այդ նույն հարցերը առաջանալ։ Իհարկե։ Եվ կան այդ հարցերը, որ Հայաստանը մի հատ վթարի մեծ պատմություն ունի 2013 թվականին, ու կասկածներ կան, որ Հայաստանը կարող է կրկնել այդ վթարը։ Բայց գալով մեր հարցին, այսօր Մայա Սանդոն շատ հետաքրքիր կարևոր հայտարարություն է արել, եւ Մոլդովան լինելով այդքան փոքր, լինելով այդքան շատ ավելի այսպես մոտ Ռուսաստանին, քաղաքական կամքի բացառիկ ուղղակի օրինակ է, թե ինչպես են պայքարում օկուպանտների, ֆաշիստների դեմ, ուղղակի իրերը կոչելով իրենց անուններով։ Եվ մեզանից այդքան գտնվելով էլի Հայաստանին անդրադառնում։ Հայաստանի վարչապետը չի մեկնում Դավոս, այդ օրը ընդունում է Եվտուշենկովին, մի պատժամիջոցների տակ գտնվող
բանի ռուսաստանցի գործարարի Պուտինյան օլիգարխի, Ռոբերտ Քոչարյանի մերձավորին, որը Ռոբերտ Քոչարյանի համար գրավի գումար էր վճարել եւ ինչ որ սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել Ռուսաստանը որոշել է որ իր ունեցվածքը իր սեփականությունը Մարս գործարանը եւ Մերգելյանի ինստիտուտը հանձնում է ուրեմն բանին Եվտուշենկովին Դա Իրանն է, բան չի փոխվել։ Պատճառը դարձել որպեսզի Հայաստանի վարչապետը Եվտուշենկովին ընդունի եւ ինչ որ բաներ քննարկի Ընդհանրապես վարչապետը ինչի է պատժամիջոցների տակ գտնվող որևէ մեկին ընդունում որը համ Միացյալ Նահանգների կողմից է պատժամիջոցների տակ, համ Եվրամիության ու գնացեք տեսեք թե ինչեր է արել որ ընկել է այդ պատժամիջոցները։ Եվ այդ քայլով սրբագրում է Ռոբերտ Քոչարյանը այս իմաստով ես կարծում եմ որ մեր առաքելությունը նաև այս ընտրություններում այս բոլորը ի ցույց դնելն է մեր հանրությանը, որ խոսքի եւ գործի մեջ լրջագույն այսպես հակադրություն կա։ Իհարկե մենք ողջունում ենք այս գործող իշխանությունների արևմուտքի ուղղությամբ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության ուղղությամբ արված չափազանց կարևոր քայլերը, բայց մենք ուզում ենք այդ քայլերի նյութականացումն ու գործնականացումը տեսնենք շատ կարևոր ուրեմն իրողություններում։ Մենք դեռևս չենք տեսնում օրինակ, որ Հայաստանը պատրաստվում է Հարավկովկասյան երկաթուղու սեփականություն հանդիսացող հայկական երկաթուղու նո կոնցեսիոն կառավարում սեփականությունը մեջն է Ես այո կոնցեսիոն կառավարման հանձնված այդ ուրեմն ձեռնարկությունը ետ վերցնի որովհետև կոնկրետ հիմքեր են ի հայտ եկել որոնք ապացուցում են որ Ռուսաստանը պատշաճ ձևով չի կառավարում երկաթուղին, առավել եւս նոր խնդիրներ են ծագել, հատկապես տրիպի հետ կապված, մենք առնվազն 3 հատվածներում մոտ $1 միլիարդ արժեցող շինարարական աշխատանքների ուրեմն կարիք են զգում, ռուսները անարձագանք են թողնում։ Այն էլ հնարավորինս շուտ։ Ու մենք տեսնում ենք, որ այդտեղ հապաղում կա։ Եվ Երևանի քայլերը չենք տեսնում։ Հələ որ միայն հայտարարությունների մակարդակում ենք տեսել։ Մենք քայլեր ենք ուզում։ Մենք շատ ողջավորված ենք Հայաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ հարաբերությունների խորացմամբ։ Բայց շատ վախենում ենք, որ հայտարարությունների մակարդակում մնալու դեպքում, հռչակագրերի մակարդակում մնալու դեպքում, երբ մենք չենք գործնականացնում այս հարաբերությունները, օրինակ շարունակում ենք հապկում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում մնալ, սա իր հերթին նաև ռուսական ռազմաբազայի ներկայությունը իր հերթին լրջագույն սպառնալիք է շարունակում պահպանել մեր երկրում։ Առավել եւս վերջին հայտարարությունները եւ Սալավյովի եւ Դուգինի խորը մտահոգություն է առաջացնում, որ մենք այս պահին այս ընտրություններին գնում ենք, իսկ ռուսները այս ընտրությունները հայտարարել են նաեւ իրենց համար չափազանց կարեւոր ու Աստված գիտի թե իրենց օգտին այդ ընտրությունները շրջելու համար իրենք ինչի են ընդունակ եւ մենք անհանգիստ ենք, որ իրենց ունեցած լծակները, իրենց ունեցած գործիքները կարող է ուրեմն բավարար լինեն իրենց գործակիցների Հայաստանում իրենց համախոհ այսպես իրենց կողմից ներդրված քաղաքական շրջանակների ուղղակի օգտին կարողանան այս ամենը շրջեն։ Սա է որ նաև մեր առաքելությունն ենք համարում սրա մասին խոսելու այս հարցերը բարձրաձայնելու եւ ավելի մեծ համախոհություն այս գաղափարների շուրջ, այս մտահոգության շուրջ կենտրոնացնելու։ Արնոլդ Տարօրինակն այն է, որ մի կողմից իշխանության ներկայացուցիչները մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին այդ գույք պարտքի դիմաց գործարքը իրականացնելու համար, բայց մյուս կողմից այս նույն գործողությամբ, փաստորեն վարչապետը սրբագրում է Ռոբերտ Քոչարյանի այդ անիրավաչափ գործունեությունը, այդ գործարքը, հակառակը մենք պետք է տեսնեինք, որ իրենք դա կարող են օգտագործել որպես պատրվակ, որպեսզի վերանայեն այն որոշումները, որոնք տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի տարիներին։ Մյուս կողմից իհարկե Վահրամ Սուքիասյանը ճիշտ է,
շատ ճիշտ տեղին է ասում այդ աննորմալ կախվածությունը, որ մենք ունենք Ռուսաստանից տնտեսությունից եւ այդ աննորմալ ներկայությունը, որ Ռուսաստանն ունի մեր տնտեսությունում, խնդրահարույց է եւ այդ ընդ որում այդ կախվածությունը աճել է տարիների ընթացքում, այդ թվում այս իշխանության օրոք։ Մյուս կողմից պետք է նաև հասկանանք, որ այն գործընթացները, որոնք սկիզբ են դրել, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պրոցեսներում, մեզ նաև հնարավորություն են տալիս արագացնել այն հնարավորությունները, որոնք մենք ունենք թոթափելու այդ ռուսական կախվածությունը, որովհետև հայ-թուրքական սահմանը դա նշանակում է եւս մեկ սահման Եվրոպական միության շուկայի հետ, որովհետև թե Վրաստանը, թե Թուրքիան տարբեր ձևաչափերով մասնակցում են Եվրոպական միության այդ տնտեսական մաքսային գոտուն։ Գիտեք, կախվածության նվազեցում չի նշանակում միայն եվրոպական շուկայի հետ մերձեցում։ Օրինակ Թուրքիայից մենք կարող ենք սահմանի բացում չուզել, բայց ուզել տրանզիտ դեպի արաբական աշխարհ եւ օրինակ դիվերսիֆիկացնել այդ ուղղությամբ։ Այսինքն խնդիրը միայն եվրոպական շուկան չի, խնդիրը հնարավորինս լայն ուրեմն շուկաների հասանելիություն ունենալն է։ Եթե մենք գոնե տրանզիտի հնարավորություն ունենանք Թուրքիայից, ես կարծում եմ, որ Լարսը առհասարակ այլևս չի փակվի մեր առաջ եւ դա որպես քաղաքական լծակ այլևս չի կիրառվի մեր նկատմամբ։ Եվ այստեղ ինչն է չափազանց կարեւոր։ Շատ պիտի ուզեի, որպեսզի առհասարակ 2002 թվականի նոյեմբերին այդ գույք պարտքի դիմաց գործարքի օրինականությունը դրվեր սեղանի եւ մենք հասկանայինք, օրինակ, որպես պետություն եւ որպես իշխանություն հարց տանք, ինչ է կարել օրինակ 20 տարվա ընթացքում, 26 տարվա ընթացքում այս կատարողական, այո, այս ձեռնարկությունների հետ մի սենտ ներդրում չէ կարել, գործող հրազդանի ջեկը ոնց գործում էր, այտենց վերցրել եք, շարունակել եք դրա օպերացիան։ Որում ավելի լավ է չգործի, որովհետև ինքնարժեքը սակագնից թանկ է։ Այո։ Եվ այս իմաստով, այո, եթե խոսքը հրազդան ջեկի մասն է խոսքը։ Այո, եւ այս իմաստով մենք հարցեր ունենք Ռուսաստանի։ Եվ սա չափազանց կարևոր խոսակցություն է, որպեսզի մենք տեսնենք, որ մեր կենսական ենթակառուցվածքների նկատմամբ եւ այդ կարևոր հզորությունների նկատմամբ մենք բան ունենք։ Եվ այստեղ հավակնություններ ունենք եւ չենք պատրաստվում օրինակ աչք փակել, թե ինչպես թե սեփականաշնորհված այդ ամբողջ ձեռնարկությունները ինչպես ուղակի կործանեցինք ինքներս մեր ձեռքին, հա, անկախությունից հետո։ Դրանից հետո այդ ամենակարևոր ձեռնարկություններն էլ տվեցինք ռուսներին, այն հույսով, որ իրենք պիտի այդ ձեռնարկություններում աշխատատեղեր ստեղծեն, մեր տնտեսության համար, որը շատ ծանր շրջան էր հոկտեմբեր 27-ից հետո, մենք հույս ունեինք, որ հայ-ռուսական այդ տնտեսական ուրեմն միջկառավարական հանձնաժողովի արդյունքներով կկարողանանք ոտքի հանել այդ գործարանները եւ տնտեսության վրա դա շեշտակի ուրեմն ազդեցություն կունենա եւ այսքան տարի անց մենք տեսնում ենք 0 ուրեմն հետաքրություն այդ ձեռնարկությունների նկատմամբ ու հիմա այս պատժամիջոցների տակ գտնվող բանը Եվտուշենկովին բերել ենք ու փաստորեն հաշվի ենք նստում այն փաստի հետ, որ Ռուսաստանը որոշել է իր այդ երկու ձեռնարկությունները ինչ որ այլ սուբյեկտի հանձնել։ Իդեպ Մերգելյան ինստիտուտն էլ ուղղակի հանձնվել է վարձակալության այդ տարածքները ամբողջությամբ ռուսները հիմա փաստորեն IT ոլորտի մեր մասնագետներին ուղղակի այդ շենքի ազատ տարածքները որպես օֆիսային տարածք, այսինքն իր նշանակությունը նույնիսկ մաթեմատիկական գիտահետազոտական ինստիտուտը ուղղակի դարձել ենք վարձակալական մի շենք։ Փաստորեն այս տնտեսական կախվածությունից, որին մատնացույց է անում պարոն Վահրամ Սուքիասյանը, ամբողջ խնդիրը հետևյալն է։ Սա ռուսական ներկայությամբ է պայմանավորված Հայաստանում, որը տնտեսական առումով խիստ անարդյունավետ է, բայց Ռուսաստանի տեսակետից շարունակում է խիստ արդյունավետ մնալ Հայաստանին քաղաքական կախվածության մեջ պահելու խնդիրը լուծելու համար։ Մեկ, երկրորդը, Հայաստանը իր
ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ պահում է աննորմալ բարձր։ Հիմա էլի Ինչից բողոքում են իդեպ ռուսները, վերջերս Օվերչուկը Կիրակի օրը նորից հայտարարել էր, որ Հայաստանի Եվրոպական միության անդամակցելու այս գործընթացը ուրեմն կիսով չափ նվազեցրել է շրջանառությունը, որ 6 միլիարդի է հասել 12 քանիսից, որ իրականության հետ կապ չունի։ Ընդհանրապես կապ չունի։ Էքսպորտի թե ինչպես 12-ն է, թե այդպես էլ նաև 6 միլիարդ։ Դրանով մտցնում են մեր աչքը 6 անգամ, ամեն անգամ։ Այսինքն Ռուսաստանն այս տնտեսական լծակը գործիքավորում է քաղաքական ճնշման միջոցի վերածելով այն։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ուղղակի պետք է խնդիր դնի ձերբազատվելու այս կախվածությունից։ Ես չեմ տեսնում այդ սիմպտոմները, որ Հայաստանում նման խնդիր դրված է։ Ասում են դիվերսիֆիկացիա։ Դիվերսիֆիկացիա հասկանալի է, բայց դիվերսիֆիկացիա ո՞ր խնդիրը լուծելու համար։ Որովհետև մենք ունենք Ռուսաստանից ասիմետրիկ կախվածություն, Ադրբեջանի երկաթուղիներն էլ բացվում են, բերում են Ռուսաստանից։ Ես չեմ հասկանում, այսինքն մենք ուրիշ հերոսի անուն չգիտենք, ու այդ խաղաղությունն էլ Ռուսաստանը մինչև այդ խոչընդոտում էր, հիմա էլ որոշել է պարազիտանալ խաղաղության վրա ու հետո էլ այդ փաստն էլ տնտեսական համագործակցության վերածի լծակի եւ էլի փաթաթի մեր վզին փորձի եթե Ադրբեջանի ճանապարհը այս պահին բացվում է, ինչի մենք Կենտրոնական Ասիայի հետ այդ նույն Ղազախստանի հետ չենք քննարկում, Ուկրաինայի հետ չենք։ Ուկրաինա որը որևէ ապրանքատեսակ չկա, որ իրենք չեն արտադրում եւ մենք այնտեղից չենք կարող ներմուծել։ Այսինքն գոնե, ես չեմ ասում Ռուսաստանից առհասարակ հրաժարվենք, բայց դիվերսիֆիկացնենք։ Խոսքը բազմազանեցնելու մասին է, դու կարողանաս այդ ուղղություններով խոսելիք ունենալ։ Բայց այստեղ ես մի այլ կարևոր բանի վրա եմ ուզում կանգ առնել, ինչը դուք նշեցիք, քաղաքական ազդեցությունները, որ այս բոլորը արդյոք այս վախերը քաղաքական ազդեցության հետևանքա, թե տնտեսական այս կախվածություններն են քաղաքական ազդեցության հետևանք, որը պիտի առաջին հերթին դառնա իշխանության մտահոգության առարկա։ Կտրել կամ պակասեցնել, նվազեցնել քաղաքական ազդեցությունը, որպեսզի մենք ի վիճակի լինենք տնտեսական ազդեցությունը նվազեցնել, թե դրանք զուգահեռ օրինակ պիտի տնտեսական կախվածություն ինչ ուզում ես խոսա։ Այսինքն տնտեսական կախվածությունը նվազեցնելու հետ շատ ավելի հեշտ եւ դյուրին կլինի քաղաքական ազդեցությունները նվազեցնելու մասին խոսել։ Եվ այս վախերը, որ իշխանությունները չեն գնում գործողությունների քաղաքական ազդեցությունը նվազեցնելու իմաստով, կապված է տնտեսական կախվածության։ Ընդհանրապես այս հիբրիդային պատերազմի ուղղակի տեսանելի գործիքները նույնիսկ չեն կարողանում անջատեն, հա, Սպուտնիկ Արմենիան Երևանի կենտրոնում շարունակում է խմբագրություն ունենալ, հայկական եթերային հանրային տարածքում շարունակում են ռուսական երկու ֆաշիստական ալիքներ շարունակում են սփռվել եւ ֆաշիզմ տարածել հայ սպառողի հերոստատիտողի համար։ Մեզ էլ SVO-ով սպառնալ։ Եվ սա մենք չենք այս հարցերը չենք լուծում, որովհետեւ տնտեսական կախվածություն ունենք, որովհետեւ վախերը մեզ թույլ չեն տալիս, որպեսզի մենք համարձակ կարողանանք այս ուղղությամբ ուրեմն գործողությունների դիմել եւ դա անհետ է իսկապես մենք հիմա եվրոպացիներից 15 միլիոն եվրո ենք ստացել որպեսզի ընտրություններից առաջ կարողանանք հիբրիդային սպառնալիքները կարող ենք փակել, չէ՞, սպառնալիքները չեզոքացնենք, բայց այն ինչ ակնհայտ այսօր ուղակի կրակում է մեզ վրա եւ մենք գիտենք որտեղից է կրակում, դրանք թողնում ենք, որ իրենք անարգել գործ են։ Դանուն էլ դնում ենք բալանսավորում։ Եվ այն կուսակցությունները, որոնք սպասարկում են այդ հիբրիդային գործիքների եւ այդ սպառնալիքների իրականացումը, մենք թույլատրում ենք, որ իրենք մասնակցեն քաղաքական պրոցեսներին։ Դե մի հատ տեսեք, թե ոնց են հոխորտում ու ինչ տոներ են խոսում։ Արմոնդը մոտեցավ երկրորդ հարցին, որը մեզ հասցեագրել է Վալենտինա Բաղդասարյանը, հետեւյալն է հարցը. Պետությունը ինչ օրինական ճանապարհով կարող է մուտքը փակել դեպի ընտրություններ, այնպիսի կուսակցություններին, ինչպիսին է
Հոյիդան, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի Ռուբեն, այս հարցում մեր կուսակցությունը առաջամարտիկն է եղել առաջին օրվանից մենք վկայաբերել ենք շատ կարևոր ապացույց ենք բերել եւ փաստ ենք բերել միջազգային դատարանի կայացրած որոշումը մարտի 1-ի վերաբերյալ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի ուրեմն գործով կայացված որոշումը ամբողջությամբ իրավունք է տալիս իրավական եւ քաղաքական որոշման համար հայեղափոխական դաշնակցություն, հանրապետական կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, օրինաց երկիր եւ բոլոր այն անձինք, ովքեր այս կամ այն կերպ կապ են ունեցել այդ գործի հետ, պետք է պետական իրենք իշխանության զավթիչներ են, իրենք խունտա են, ուրեմն այդ բոլոր անհատները եւ քաղաքական ուժերը ուղղակի պիտի մեր պատկերացմամբ պիտի արգելվեր նրանց մասնակցությունը առաջիկա ժողովրդավարական գործընթացներին, որտեղ իրենց գործողություններով ցույց են տվել, որ իրենք ժողովրդավարության թշնամիներ են։ Հիմա ժողովրդավարության թշնամիներին թույլ ենք տալիս, որպեսզի գան ժողովրդավարական process-ներին մասնակցեն եւ տապալեն ժողովրդավարությունը։ Նույնիսկ միջ դատարանի որոշումը ի վերջո տեղ ունեցել Թավշյա հեղափոխություն 2018 թվականի եւ իշխանությունը գալով իհարկե ասել է ինչ, ասել է որ իշխանությունը մինչ այդ եղել է բռնի կերպով զավթված։ Այո։ Եվ հիմա փաստորեն ինչ է դուրս գալի, որ այն ուժերը, որոնք 20+ տարիներ բռնի կերպով զավթել են իշխանությունը, իրավունք են ստանում նորից քաղաքական process-ների մասնակցել։ Այսինքն այստեղ է արդեն տարօրինակ։ Եվ այստեղ շատ կարևոր բան եք ասում։ Հիմա օրինակ քաղաքական մեր միջավայրում կոնկրետ Ռուսաստանի շահերը առաջ մղող սուբյեկտներ են ի հայտ եկել եւ մենք հասկանում ենք, որ իրենց գործունեությունը այստեղ հնարավոր է բացառապես ռուսական փողերի, ռուսական այդ միջոցների ֆինանսական հաշվի։ Օրինակ իշխանությունները բավարար ջանք եւ միջոցներ դնում են, որպեսզի բացահայտեն, թե ինչ փողեր են այս մարդիկ օգտագործում։ Այս պահին ինչ որ շտաբեր են բացում, ինչ որ քաղաքական գործունեություն են իրականացնում առանց կուսակցության գրանցման։ Մենք ոչ միայն իրավունք ունենք, իշխանությունը պարտավոր է մեզ հաշվետվություն ներկայացնել, թե մենք ինչ պայմաններով ենք մասնակցում ընտրություններին։ Իշխանության գլխավոր պարտականությունը այս ընտրություններին հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական սուբյեկտների համար ստարտային հավասար պայմաններ ստեղծել միլիարդատեր լինելը կամ թալանչի Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյանը լինելը Սերժ Սարգսյանի նման տեխնացուներ կամ իրենց կուսակցության առաջնորդած բաները որևէ առավելություն նրանց չպիտի տա։ Որևէ առավելություն նրանց չպիտի տա։ Ընդ որում այսպես մի շատ հետաքրքիր իրավիճակ է։ Բոլոր կուսակցությունները ունեն հաշվետվության ստանդարտ պետական, որով ամեն կոպեկը մեր կուսակցությունն է, չէ՞։ 1000 հաշվետվություն են գրում, թե այս կոպեկը որտեղից է։ Եվ լիքը բան մենք հիմա չենք կարողանում անել, որովհետև ընտրությունների համար պիտի հիմնադրամ ստեղծվի, մենք պիտի, այո, փոխանցումներ անենք։ Հիմա փաստորեն ինչ է, կուսակցություն գրանցում ես նենց վերջի երկու օրերը, անունը դնում ես շարժում, մի հատ էլ անուն ես հնարում այդ շարժման համար, ու սկսում ես սենց երկրաչափական պրոգրեսիվ ամբողջ Հայաստանում ծածկել քո օֆիսներով։ Անունը դնում ես թե կամավորներ, ես ուզում եմ հարց տալ, պետությունը այս ամեն ինչի հաշվետվությունը ինչ որ խողովակով կարողանում է ապահովել, ինչ քաղաքական փող է շրջանառվում Հայաստանում, ինչ նպատակով, ինչ քաղաքականություն։ Այս մարդիկ բաց տեքստով ելույթ են ունենում, թե ինչի մասին է խոսքը։ Ասում են մենք պետք է ունենանք ուժեղ առաջնորդ։ Այդ ուժեղ առաջնորդը մի մարդ է, որը որևէ իրավունք չունի որևէ պաշտոն զբաղեցնելու Հայաստանի, ոչ падգամավոր, ոչ գործադիր իշխանություն, ոչ դատական իշխան, բայց ինքը ուժեղ իշխանությունը, առաջնորդ եւ լավ բանակցող։ Եվ լավ բանակցող, թե ում է դա բանակցել։ Չէ, ո՞նց է բանակցելու, թե ոչ մի պաշտոն, որպես ինչ է բանակցելու, այսինքն մեզ վրա կապում են, այսպես վարակույրի հետևից կառավարման համակարգ, որը բացարձակապես որևէ մանդատ չունի, իսկ ովքեր որ երևում են, դրանք խամաճիկներ են, իրենք էլ այնտեղ, ասենք, ինչ դերում, ասենք, Իվանիշվիլի 2 կամ, չգիտեմ, Ռահբար,
հա, ասենք Այաթոլլա, կամ ասենք այն Սինյոր Ռոբինզոն կոմեդիայի մեջ են Մագդուն, հա, որը չկա, ինչ հա, բայց կայծակ հարցակում, բայց կա ու շատ վախենալու է։ Էս եք ուզում։ Կարելի է այսքան հայ ժողովրդի մտավոր ունակությունները այս աստիճանի թերագնահատել եւ ձեռ առնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Սա մեկ, երկրորդը։ Ի վերջո, այո, պետությունը նախ եւ առաջ ռեստրիկցիայի երկու մակարդակ պետք է ապահովի։ Առաջինն այն էր, ինչ Արմանն ասաց, կապված մարտի 1-ի այդ դատավճռի հետ։ Ի վերջո, այդ կուսակցությունները եղել են քաղաքական եւ անձինք, այդ թվում նախկին նախագահները եղել են քաղաքական ֆասադ, կազմակերպված հանցավոր խմբավորման, որը զավթել է պետությունը Հայաստանում եւ գնդակահարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սա առաջին մակարդակ։ Եվ երկրորդը, կա ընտրական օրենսգիրք, կա ընտրական օրենքներ, կան ազգային անվտանգությանը վերաբերող օրենքներ եւ այն կուսակցությունները, ովքեր կենտրոնացված ձևով դա խախտում են, նրանք ուղղակի արդեն այսպես կարճաժամկետ այդ հանգամանքներից ելնելով, այո, նրանց մուտքը դեպի ընտրություններ եւս պետք է կասեցվի պետության կողմից։ Եվ այստեղ էլի Մոլդովայի օրենքը։ Այո, գալիս վերադառնում ենք Տիկին Սանդուի հայտարարությանը եւ իր կամքին եւ իր այո։ Ուրեմն մի քանի կուսակցություններ փակվեցին, մի քանի մեկնել ընտրությունների նախորդին։ Այո, մի քանի տասնյակ այսպես կոչված լրատվամիջոցներ, այսպես կոչված հասարակական կազմակերպություններ, Մոլդովայի հատուկ ծառայությունները սպորտային պայուսակներով Մոլդովա մտնող քեշն էին որսում հենց օդակայանում, նաև Տելեգրամի վրա էին հսկողություն հաստատել Տելեգրամի ադմինիստրացիայի հետ, որը վերածվել էր ընտրակաշառքներ բաշխելու եւ հավաքագրման հարթակների, այս բաները մենք չունենք։ Իդեպ նույն տեխնոլոգիաները այստեղ են իրականացնում, վերջերս լրագրողների մի խումբ էր եկել Մոլդովայից եւ հար եւ նման Հայաստանում թե ինչպես են մարդկանց հանրահավաքների տանում, մոտավորապես $100 շուրջ, ուրեմն իրենց բիզնեսների աշխատակիցներին հավաքում են ուրեմն հավաքներին տարբեր տեսակի եւ ապահովում են այդ մասովկան եւ այդ 10,000, 20,000 կամավորները իրականում ուրեմն դրանք ոչ մի կամավորության հետ կապ չունեն, դրանք վճարվող ուրեմն վարձկաններ, այո, եւ կոնկրետ փողի դիմաց իրենց աշխատանքն են իրականացնում ու սրան պիտի լինի թե քաղաքական եւ թե իրավական գնահատական ու մենք հանգիստ չենք մնա։ Քրեա իրավական։ Սա դեպի Տիկին Սանդուի երկրորդ հայտարարությունն է արդեն։ Այո։ Սանդուն իդեպ շատ կարևոր հայտարարություն է արել այսօր Ստրասբուրգում, որ Հայաստանի կողքին է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում ուրեմն առաջիկա գործընթացները տապալելու, խոսել է նաև Վրաստանի ռուսական ուղեցիր տեղափոխվելու մասին եւ մեզ համար երկու իդեպ ճանապարհ կա, մեկը վրացական ճանապարհն է, մյուսը մոլդովական։ Մենք ի վիճակի կլինենք այնքան դիմադրող ունակություն ցույց տալ, որ ուրեմն մեր վերջին տարիների ձեռքբերումները հատկապես օգոստոսի 8-ով պայմանավորված սկիզբ առած կարևոր նվաճումները կարողանանք իրենց լրումին հասցնենք, հատկապես նաև այս իմաստով օգոստոսի 8-ը պիտի կրկնվեմ, համարում եմ իրապես ազգային օրակարգ, որի շուրջ պիտի մենք կարողանանք ապահովել լայն քաղաքական համախոհություն, լայն քաղաքական կոնսոլիդացիա եւ առաջի օրից մենք եղել ենք սրա ջատագովը, ինքներս Միացյալ Նահանգներ ենք գնացել եւ USAID-ում Սամանթա Փաուլի տեղակալի Սակալովսկու հետ հանդիպման ժամանակ 2022 թվականի դեկտեմբերին խոսել ենք էներգետիկ համագործակցության մասին, դրա կարևորության մասին, դրա առավելությունների մասին եւ պետք էր տեսնել Սակալովսկու հետաքրությունը մեզ հետ զրույցի ժամանակ թե ինչպիսի հետաքրությամբ սկսեցին դրանից հետո աշխատել եւ report պատրաստել Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության
վերաբերալ։ Էլ չեմ ասում իմ առանձին անհատական աշխատանքները, ինչ մեծ ինտենսիվությամբ շփումներ են եղել եւ ընդհանրապես needs assessment-ի կամ այսպես կոչված կարիքների գնահատման համար մենք ինչ աշխատանք ենք տարել։ Ամենևին չնսեմացնելով իշխանությունների արած ահռելի աշխատանքը։ Բրավո։ Բայց մենք կարծում ենք, որ այդ համաձայնությունները չպիտի կախված լինեն մի քաղաքական ուժից։ Մենք չափազանց շատ քաղաքական ուժերի համախոհություն ենք ուզում եւ շատ ավելի մեծ մասնակցություն ենք ուզում հաջորդ իշխանության ներսում, որպեսզի կարողանանք ավելի որակյալ եւ ավելի արագ, ավելի խորքային ու բովանդակալից դարձնենք այդ ձեռքբերված համաձայնությունները, որովհետեւ առաջիկայում նաեւ փոխնախագահ Վենսի այցն է սպասվում 3 ուղղություններով կարևոր համաձայնություններ են ձեռք բերվելու ու դրանց նյութականացումը եւ դրանց կյանքի կոչելը եւս կախված է լինելու թե մենք որպես քաղաքական դերակատար որքանով պատասխանատու կգտնվենք շարունակելու իմաստով որովհետև եթե մենք քաղաքական այս ընտրությունները ձախողենք, ձեռք բերված այդ բոլոր պայմանավորվածությունները իջիկ են դառնալու։ Իսկ մեր խնդիրը նա որ մենք իրապես նաև ամերիկացի գործընկերներին ցույց տանք, որ մենք այստեղ լայն կոնսոլիդացիայի ջատագով ենք եւ այս օրակարգը համարում ենք ազգային օրակարգ, մեր պետության համար ըստ էության այլընտրանք չունեցող օրակարգ եւ դրա շուրջ պատասխանատու քաղաքական ուժերի ուրեմն բան ենք ստեղծել, համախոհություն ենք ստեղծել ու սա մեզ նաեւ այս իմաստով շատ ավելի մեծ առավելություն է տալիս Մոլդովայից, մի բան որ մոլդովացիները չունեն Մոլդովայում Միացյալ Նահանգների այս աստիճան մասշտաբային ներգրավում տեղի չունեցավ։ Սա մեզ համար ահռելի անվտանգային ռեսուրս է եւ բարձիկ է եւ զսպող կարեւոր ուժ է։ Եվ զարգացման։ Այսինքն մենք միաժամանակ եւ Եվրոպական միության հետ ունենք ահռելի ուրեմն ռազմավարական ստրատեգիական գործընկերության օրակարգ եւ Միացյալ Նահանգների հետ ոչ միայն այդ համաձայնությունը ունենք, խարտիան ունենք, կանոնադրություն ունենք, այլև արդեն գործնականացված ուրեմն օրինակները ունենք համագործակցության էներգետիկայի, կիսահաղորդիչների եւ նաեւ տրիպի ուղղությամբ, որոնք հավասարապես ապահովում են Հայաստանի կայունությունը, անվտանգությունը եւ խաղաղությունը։ Եվ ուրեմն սա այն քաղաքական տնտեսական, գաղափարական հենքն է, բազան, որի վրա պետք է Հայաստանում առաջիկա տասնամյակներին ձևավորվի թե իշխանություն, թե ընդդիմություն։ Այո։ Եվ բոլոր նրանք, ովքեր դեմ են հանդես գալիս, պետք է լինեն դուրս քաղաքական process-ից որպես այդպիսի։ Որտեղ լինել դուրս նշանակում է կողմ լինել պատերազմին եւ կողմ լինել Հայաստանի կողմից։ Բոլոր նրանք, ովքեր դեմ են այս օրակարգին եւ վարում են գործունեություն ուղղված ընդդեմ այս օրակարգի, կամ մեր վզին փորձում են փաթաթել երկրորդ երաշխավորի, չգիտեմ, հապկի գործունակությունն ապացույցելուն ուղղված, չգիտեմ ինչ էր, ուժեղ առաջնորդների եւ այլն եւ այդպես շարունակ, դրանք պետք է դուրս դրվեն ընդհանրապես քաղաքական process-ից։ Իսկ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է շատ լավ պատկերացնի, որ սրանք բոլորը հայկական ազգանուններով դուգիններ են։ Եվ ձեր ձայնը դուք տալիս եք փնթի անլվա դուգինին, կարևոր չի ինչ կերպարանքով, ինչ ազգանունով, ինչ սեռի, ինչ տարիքի կամ ինչ ծագումնաբանության։ Այո։ Սա պետք է լինի աքսիոմ եւ պետության խնդիրը նաև քաղաքացու ձեռքում է, իսկ պետությունն էլ պետք է նաև իր ֆունկցիաները կատարի եւ տիրություն անի այս անտեր քաղաքական փողերին, անհաշվետու քաղաքական փողերին, որոնք հեղեղել են Հայաստանը եւ որևէ մեկը այս հարցով որևէ մեկին չի անհանգստացնում։ Փաստորեն։ Տարօրինակորեն իշխանությունն էլ երբեմն այս հարցերը բարձրացնում է։ Այն դեպքում, երբ որ լծակները իր ձեռքին է։ Այսինքն փոխանակ վարույթներ հարուցեն եւ
համապատասխան ուրեմն աշխատանքներ իրականացվեն, որպեսզի թույլ չտան հետագա ծավալումը, ինչ որ լայվեր են անում, ազգային ժողովի ամբիոններից են խոսում։ Մենք հասկանում ենք, որ իշխանությունները իհարկե կաշկանդված են եւ ամեն ինչ մեր նման բաց եւ անթակույց չեն կարող խոսել։ Բայց մենք հենց դրա համար ենք, որպեսի խոսենք եւ մեր նպատակն է այս առաջիկա ընտրական գործընթացներին նաեւ մասնակցել, որպեսի ոչ միայն խոսենք, նաեւ այս մանդատ ունենանք գործելու, ստիպելու ազգային ժողովի ամբիոնը հենց այս տեսակ հարցերը բարձրացնելու համար օգտագործենք, ոչ թե այս խաժամուժին թույլ տանք, որպեսի դուք շարունակեք իրար գողփիսո եւ քաչալ շուն կոչել ու ոչինչ տեղից չշարժել։ Մեր առաքելությունը նաեւ այս ընտրություններին մասնակցելու մեր նպատակը այս իրականությունը եւ այս ստատուս քոն փոխելն է։ Այս ուժերի հավասարումը եւ այս ուժերի այս դասավորությունը ուղղակի փոխելն է։ Իդեպ դա սա նաեւ խնդրահարույց է մեր եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների համար, որտեղ իրենք նայում են մեր ազգային ժողովի ընդդիմությանը, իսկ ընդդիմություն մեր մոտ է դիտվում որպես ինչ որ մի բոբո։ Բայց իրականում ընդդիմությունը դա այլընտրանքային հաջորդ իշխանություն հնարավոր ավելի ընդդիմությունը նաև իշխանության մասը, ուղղակի իշխանության ընդդիմադիր հատվածն է, այսինքն մենք այսօր ունենք ընդդիմադիր հատված, որը պատերազմի կողմնակից է եւ անթակույց պատերազմի քարոզչություն է անում, որովհետեւ այսօր խոսել հապկի գործարկման մասին կամ ինչ որ երաշխավորի մասին, հավելյալ երաշխավորի մասին, ուղղակի նշանակում է պատերազմի անթակույց քարոզչություն անել, որը պիտի օրենքով արգելվի։ Այդ մարդիկ ընդհանրապես մեր քաղաքական միջավայրում անելիք չունեն։ Նոյեմբերի 9-ի անուն տվողները մեր երկրում անելիք չպիտի ունենան։ Նոյեմբերի 9-ը դա եղել է ռուս-թուրքական համաձայնություն հայկական պետականության կործանման շուրջ։ Մենք այդ օրակարգի Ռոբերտ Քոչարյանի լեզուն պիտի կտրես, ուղղակի թույլ չտաս, որ նա հօգուտ նոյեմբերի 9-ի հայտարարություն անի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ֆրակցիա ունի ազգային ժողովում։ Եվ կանգնում եք, բողոքում եք, չգիտեմ ում եք բողոքում, ամբողջ օրը կանգնած Ռոբերտ Քոչարյանի դեմ ելույթներ եք ունենում։ Գործիքները ձեր ձեռքն են։ Մեռանք ասելով դատական համակարգը մաքրեք։ Եվ ամենաբարձր պաշտոնյաները ինձ հետ հանդիպումներում ասում են, դե 60%-ը փոխել ենք դատական իշխանության, դե մի 40%-ն էլ ձեր փոխած դատական իշխանությունը շարունակում է սերտորեն համագործակցել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուսների հետ եւ ամեն օր իրենց երազներում շարունակում են հույս փայփայել, որ նրանք կգան իշխանության եւ իրենք կշարունակեն ուղակի մեր պետության ապագան կործանել։ Իրենց կոռուպցիոն կապերով, իրենց կոռուպցիոն քրեական առնչություններով։ Իրենք երազում են օր առաջ, որպեսզի վերադառնան իրենց ցանկալի ժամանակները։ Մենք այս տեսակ դատական համակարգի երկուսը կվերադառնա եւ էլի կհայտնվեն մեղրի տակառի մեջ։ Գլուխները պատով եք տվել, չեք հայտնվի։ Մոտեցակ հաջորդ հարցին, որով մեզ դիմել է պարոն Հայկ Անդրեասյանը, թե ինչ ձևաչափով եք պատրաստվում առաջիկա ընտրություններին մասնակցելու։ Կարծում եմ հարցը շատ լայն է, որովհետև նախ ինչի համար ենք մենք ուզում մասնակցել ընտրություններին։ Իհարկե։ Որ խնդիրն ենք մենք ուզում լուծել մասնակցելով այս ընտրություններին, խնդրեմ Արմեն։ Դե ի վերջո այդ շատ ավելի հին պատմություն ունի, այդ դեպքում պիտի հասկանանք, թե ինչու ենք մենք ընդհանրապես հավաքվել։ Եվ ինչու ենք մենք օրինակ 19-20 թվականին սկսել, որ օրինակ մենք շարժում ենք սկսել, որից հետո համախոհներով կուսակցություն ենք հիմնել, որովհետև նաև դրոշակակիր ենք եղել այս գաղափարների եւ նրանք, ովքեր որ ընդհանրապես ասպարեզում չկային, ժողովրդավարության եւ եվրոպական միության արևմուտքի հետ հարաբերությունների խորացման առաջին ազդարարողը իրական ռեֆորմների օրակարգի ես այդ ժամանակ եղել եմ ազգային ժողովում, դրա մասին եմ խոսել եւ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին եմ
բարձրաձայնել, այդ խորհրդարանում միակն եմ եղել, իդեպ դրա համար Լուսավոր Հայաստանն էր այնտեղ, Լուսավոր Հայաստանը իր առաքելությունից հիմնական շեղվել է եւ ես միակն եմ մնացել ազգային ժողովում, ով խոսել է թե Եվրոպական միության, թե Միացյալ Նահանգների, թե ՆԱՏՕ-ի հետ ընդհանրապես համագործակցության բազայի մասին, այո, ու իհարկե մենք պիտի շարունակեինք այս գիծը եւ ընդամենը մի քանի ամսվա կուսակցություն էինք, որ 2021 թվականին նաեւ մեր գործընկեր կուսակցություններից մեկի Լևոն Շիրինյանի հետ մասնակցեցինք, չհաղթահարեցինք, բայց շարունակում ենք իհարկե եւ տեղական ընտրություններում այս օրակարգերը, այս դրոշակը բարձրացրած պահել ժողովրդավարական որպես ուժ, արևմուտքի հետ, Միացյալ Նահանգների հետ եւ Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացման առաջամարտիկ ուժ եւ իհարկե այս հարցերը մեզ համար ուղակի դեկլարացիաներ չեն, սրանք մեր ամենօրյա աշխատանքն են։ Մենք ոչ միայն սրան կողքից հետևել ենք, մենք ուղակի մասնակցել ենք այս օրակարգերի ձևավորմանը։ Ինձ համար, ձեզ համար դուք տեսել եք, թե մենք ինչպես ենք Վաշինգտոնում շրջում եւ պաշտոնյաների հետ խոսում եւ այդ ամերիկացի պաշտոնյաները ինչպես են գալիս Երևան եւ մեզ հետ ոնց են շարունակում այդ հարցերը քննարկել։ Ուրեմն իհարկե մենք ենք դրա դրոշակակիրը եւ այդտեղ անշեղորեն մենք շարունակելու ենք առաջ տանել այս օրակարգը ու չենք նայելու խոչընդոտներին։ Սա ոնց որ թե մենք ինչ խնդիր ենք դնում մասնակցելով, հիմա ինչ ձևաչափով, այո, հասարակության մեջ մենք տեսանք բազմաթիվ հարցեր կային այն բանի վերաբերյալ, թե միավորվեք, ինչու չեք միավորվում եւ այլ, դաշինք, բացի դրանից էլ կա այնպիսի մտայնություն է տարածվում, թե ահա պրոեվրոպական մեր հասարակական սեգմենտը այդտեղ ձայները մի մասը իշխանությանն են, մի մասն էլ մի այլ քաղաքական ուժի, որ այն մնացածը միայն իրենցն է։ Ես մի քիչ համաձայն չեմ, որովհետև մեր հասարակության ամենակոնսերվատիվ գնահատականներով 59%-ը Դա արդեն հնացած, հիմա հաստատապես շատ ավելի շատ ունի Եվրամիությանը Հայաստանի անդամակցության անայլընտրանքային լինելու մասին պատկերացում եւ այդտեղ կան ձայներ թե իշխանության համար, թե, չգիտեմ, այդ ցանկացած քաղաքական ուժի համար, ով այդ դիրքերից հանդես է եկել նաեւ մեր համար եւ այնպես չի, որ պետք է ասենք մեկն ասի այդ մնացած ձայներն էլ իմն են։ Տենց չի լինում եւ սա մոտեցում չի մենք իհարկե ավելի հակված ենք մասնակցելու ընդլայնված ցուցակով մենք այսպես կուսակցական էգոիզմի դիրքերից հանդես գալուն խիստ դեմ ենք եղել թե 21 թվականին թե մնում ենք այդպիսին հիմա բայց ի վերջո գոյություն ունի քաղաքական դիրքավորման խնդիր այս ընտրություններում, թե ինչ քաղաքական խնդիր ենք մենք լուծում եւ ինչ նպատակ ենք հետապնդում։ Մենք ասել ենք բազմիցս, մենք գալիս ենք ընդդիմափոխության նախ եւ առաջ։ Այո, մենք այստեղ վարչապետի կառավարության, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ այդ վարչապետի ցանդին ինչ որ պետք է կաբինետ ունենալ։ Դե մենք այդպիսի խնդիր չենք դնում։ Մեր լայն ցուցակը ներկայացված է լինելու առաջիկա ընտրություններին, որովհետև մենք խորապես համոզված ենք, որ մեր երկրի քաղաքական լրջագույն կատակլիզմների պատճառներից ամենագլխավորը ընդդիմության որակի ստում են եւ կեղծում են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հայտնում են, որ իրեն գալիս են այստեղ իշխանություն փոխելու։ Միանշանակ։ Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում այս պահին իշխանության հարց չկա, կա ընդդիմության հարց։ Եվ մեր խնդիրն է ազնիվ լինել մեր ժողովրդի առաջ եւ խոսել, իսկ հիմնական դժգոհությունը հենց այդ
շրջանակից է, այդ ընդդիմության որակից է, ընդդիմությունը պիտի փոխվի եւ այն հարցերը, որ հիմա մենք խոսում ենք, այդ հարցերը պետքա մենք Սա պետք է անցնի պարլամենտում հնարավորություն պիտի ունենանք վարչապետին դեմ առ դեմ իշխանությանը եւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին այս հարցերը տան։ Բայց դրա համար մանդատ է։ Եվ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ուրեմն կարողանանք ընդդիմությունը փոխել ազգային ժողովում պիտի փոխվի ընդդիմությունը իմ երազանքն է որպեսզի մենք կարողանանք իրապես որակյալ ընդդիմություն ունենալ ազգային ժողովում որովհետև նաև այդ որակյալ ընդդիմությունն է պայմանավորելու որակյալ իշխանության գոյությունը չունես ընդդիմություն որակյալ չես ունենա իշխանություն ցանկացած իշխանություն շատ արագ կպարազիտանա այսպիսի ընդդիմության պայմաններ։ Հայաստանի քաղաքական համակարգը, ինչպես եւ ցանկացած երկրի քաղաքական համակարգ, երկոտանի է, հա։ Մի ոտքը դա իշխանությունն է, մյուս ոտքը ընդդիմությունը։ Մեր քաղաքական համակարգը ընդդիմության խոտան լինելու պատճառով, անորակ լինելու պատճառով եւ ընդհանրապես Հայաստանինը չլինելու պատճառով մենք ունենք այսօր մի ոտանի մյուս ոտքն էլ կա, բայց այդ ոտքը չարորա քաղցկեղով հիվանդ ոտք է, որը փորձում է ամբողջ մարմնով մեկ տարածվել։ Մեր խնդիրն է գալու հասնելու այդ ընդդիմափոխությանը եւ ինչպես ասացի, ապագա տասնամյակներին այո, հենց այս օրակարգի շուրջ պետք է Հայաստանում ձևավորվի թե իշխանություն, թե ընդդիմություն։ Մնացածը պետք է դուրս տրվեն լուսանցքից այս կողմ չգան։ Եվ սա իհարկե եւ պետության խնդիրն է եւ հասարակության, ինչ ում էլ մենք դիմում ենք մեր պատկերացումներով, մեր ծրագրերով, մեր նպատակներով եւ այն այսպես դնում ենք մակերեսին, առավելևս որ մենք մեր անցյալը որևէ կերպ մեզ չի խանգարում ուրեմն այս հայտը ներկայացնել։ Ոչ իշխանության մաս ենք եղել, ոչ պաշտոն ենք ունեցել նախկինում, որ այդ պաշտոնը մեզ կաշկանդի։ Այո, ոչ էլ օլիգարխների հետ ենք այս կամ այն կերպ առնչություններ ունեցել եւ հիմա էլ չենք ձգտում որևէ մեկի հետ ուրեմն կապվել եւ նրանց հետ ինչ որ բաներ ունենալ, առնչություններ ունենալ, կուզի Քրիստոսի արցանի հետ կապված լինի, որը հիմա փորձում են քաղաքական ուրեմն գործիք ծառայեցնել առաջիկա ընտրությունների համար, կուզի, չգիտեմ, նախկինում այս կամ այն ուրեմն օլիգարխիկ թևի ներկայացուցիչ լինի, ում նկատմամբ ինչ որ այսպես առանձնահատուկ սեր եւ համակրանք են տածում որոշ այսպես կոչված արևմտյան ուրեմն գործիչներ։ Մենք որևէ կաշկանդվածություն չունենք եւ այդ իմաստով բաց ճակատով կանգնելու ենք մեր ժողովրդին Երևանից մինչև ամենահեռավոր մարզային բնակավայրեր առանց վարանելու խոսելու ենք խնդիրների մասին հիմքում դնելով մեր քաղաքացիների մարդու բարեկեցությունը, մարդու խնդիրները վեր ենք բարձրացնելու, որպեսզի պետությունը կարողանա ուրեմն ուժեղ լինել, որովհետև մեր համոզմամբ մարդու անհատի ուժը նշանակում է պետության ուժ։ Մարդու բարեկեցությունը նշանակում է բարեկեցիկ պետություն, մարդու կրթությունը նշանակում է կրթված պետություն, մարդու առողջությունը նշանակում է առողջ պետություն։ Հիմքում մարդն է, իր խնդիրներն են եւ այս իմաստով մենք լրջագույն ուսումնասիրության ենք ենթարկում եւ այս պահին էլ աշխատում ենք մեր նախընտրական պլատֆորմի վրա գյուղատնտեսության, տեխնոլոգիայի, տնտեսական խնդիրների, փոքր միջին ձեռնարկությունների, այստեղ ահռելի պալիտրակա եւ դիապազոն կա աշխատանքի մարդիկ մեծ թվով դիմում են այն խնդիրների մասին, որ խեղդված են։ Պետեկամուտների կոմիտեն հարկային ուղակի ռեյդեր է իրականացնում եւ
տարօրինակորեն մարդը 2009 թվականին պաղպաղակ վաճառել այդ կրպակից, հիմա վեր են հանել այդ խնդիրները, եկել են փոքր մի կրպակի վրա 30,000 տուգանք են դրել։ Այս հարցերը պիտի խոսվեն եւ հենց այս հարցերը պիտի խոսվեն ազգային ժողովում, ոչ թե այլ հարցեր։ Ոչ թե այն հարցերը, որոնք որ ընդհանրապես չեն առնչվում մեր քաղաքացիներին եւ մեր ապագային։ Այն ուժերը, որոնք տեղ են գտել իմ ազգային ժողովում որպես ընդդիմադիր, իրենց համար որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար կարգախոսն է։ Եվ սա է, որ մենք պետք է փոխենք եւ նաեւ քաղաքացին ինքը նաեւ պետք է հասկանա, որ ի վերջո նա երբ գնում քվեարկում է, հույս ունենա, որ չի հասնի այդ դրան, բայց երբ նա գնում քվեարկում է այդ ուժերի օգտին, իրենք քվեարկում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Իրենք էլ պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց քվեի նկատմամբ։ Այո։ Որովհետև չի կարող լինել Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ներկայացված լինի ինչ-որ քաղաքական ուժ, որի նպատակն է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը։ Որի երազանքն է ամեն օր պատերազմ բերել Հայաստանի գլխին։ Որովհետև այդ միջոցն է մնացել վերջինը, որ իրենք կկարողանան այստեղ Նիկոլ Փաշինյանին տապալել եւ Հայաստանում իշխանություն փոխել։ Ուրեմն տարածքային կորուստներ կլինեն, մարդկային կորուստներ կլինեն, էական չի։ Մենակ իրենք կարողանան իրենց նպատակը իրականություն դարձնել։ Ամեն օր երազել, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Ես հիշում եմ այդ իսրայելա-իրանական վերջին այդ 12-օրյա պատերազմի ժամանակ քիչ էր մնում գնային եկեղեցի Մոնվառային, Ադրբեջան հարձակվի, ինչու՞ չես հարձակվում։ Այս թրիպն էլ պայմանավորվածությունն էլ եղավ, մի խոսնակի են կանչում, մի այսպես կոչված ընդդիմադիր մի ալիք եւ դա խոսում է թրիպի մասին եւ վարողն էլ ասում է թրիպ չէ Զանգեզուրի միջանցք է դա ավանակների հետ մենք ինչ պետք է ընդհանուր բան ունենանք եւ ինչու պետք է ունենանք առհասարակ առհասարակ եւ այդ հաղորդումը դեռ գույցում եւ ինչպես ենք մենք հանդուրժում այս մարդկանց նաեւ մեր քաղաքական միջավայրում մենք ոնց ենք թույլ տալիս որ այս մարդիկ շարունակեն գոյություն ունենալ մեր քաղաքական միջավայրում եւ Մասամբ Արնոլդն էլ մոտեցավ մեր եզրափակիչ հարցին, որով մենք կավարտենք, բայց շատ ուրիշ հարցեր կան առաջիկայում, այլ ձևաչափերով պիտի խնդրեմ, որպեսզի դուք ձեր կարճ կանդրադառնանք այդ թողարկումներում դուք շորթերով Արնոլդ, ես էլ անպայման կանդրադառնամ, այդ ձևաչափը օգտագործելով մենք կարողանանք մեր քաղաքացիներին նաև հուզող բոլոր հարցերին անդրադառնալ, որտեղ նախորդ մեր եթերաժամի համար նաև այլ չպատասխանված լիքը հարցեր են մնացել, պիտի խնդրեմ, որպեսզի ուշադիր լինենք։ Եվ եզրափակիչ հարցը մեզ հասցեագրել է Հասմիկ Անդրեասյանը, թե ինչ պետք է անենք, եթե Միացյալ Նահանգները հարձակվեն Իրանի վրա։ Իհարկե սա խիստ մտահոգում է շատ մեր քաղաքացիների, որովհետև Իրանը մեր բարեկամ հարևանն է, եղել եւ մնում է այդպիսին, որպես պետություն, իսկ Միացյալ Նահանգները մեր այն համախոհ գործընկերն է, որի հետ մենք առաջիկա 100-ամյակի, այսպես ժամանակաշրջանի համար ձեռք ենք բերել ռազմավարական կարևորության պայմանավորվածություններ եւ այս բախումը առնվազն այո մտահոգություն է առաջացնելու Հայաստանում եւ Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Եվ ուրեմն համեցեք Արման։ Ես կարծում եմ, որ Հայաստանը երբեք իրեն չպիտի դնի մի իրավիճակում, որպեսզի մենք ընտրենք Միացյալ Նահանգներ թե Իրան։ Այսինքն պես դիլեմա չկա։ Չպիտի լինի։ Սա կարևոր արձանագրում է։ Այդ Հայաստանը պիտի ձգտի ամեն կերպ խուսափել, որպեսզի մեր առաջ այդպիսի ընտրություն դրվի։ Իրանը շարունակում է մնալ մեզ համար չափազանց կարևոր հարևան եւ բարեկամ երկիր, Հայաստանը պիտի լինի եւ ձգտի մնալ չափազանց սերտ հարաբերությունների մեջ որևէ իշխանության հետ որ կլինի Իրանում դա կլինի այսօրվա իշխանությունը կկարողանա պահպանել դա Իրանի ժողովրդի ընտրության հարցն է մենք պիտի լինենք այո մենք պիտի լինենք Իրանի ժողովրդի ընտրության կողքին իհարկե պիտի ձգտենք որպեսզի այնտեղ հնարավորինս արագ կայունություն հաստատվի մենք շատ մտահոգված ենք վերջին իրադարձությունների կապակցությամբ խոսվում է ահռելի ուրեմն
իրավախախտումների, մարդու իրավունքների խախտումների, զոհերի անպատմելի եւ անպատկերացնելի թվաքանակի մասին, բայց նույնիսկ այս բոլորը իրավունք չունի որևէ կերպ ազդել մեր քաղաքականության վրա Իրանի նկատմամբ մեր ունեցած ուրեմն դիրքորոշման վրա, այստեղ կարծում եմ երկու կարծիք չի կարող լինել, այդ իրադարձություններից անմիջապես հետո Իրանի փոխնախարարներ այստեղ արտաքին գործերի քաղաքական կոնսուլտացիաներ էին, եթե անհրաժեշտ է, Երևանը թող ուրեմն ձեռնարկի եւ նախաձեռնի այդպիսի կոնսուլտացիաներ եւ վերջին շատ անհաջող հայտարարությունները Հայաստանում Իրանի դեսպանի ուղղակի պիտի տեղ չունենա, մենք պիտի հասկացնենք, որ Հայաստանը այն երկիրը չի, որի հետ կարելի է այդպես խոսել։ Այդ տոնով Երևանից խոսել։ Մենք համենայն դեպս ցույց ենք տվել մեր անսակարգ նվիրվածությունը հայ-իրանական հարաբերություններին պատմականորեն ձևավորված եւ մենք շատ գնահատում ենք վերջին մեր հետանկախացման ամբողջ ժամանակահատվածին համար Իրանի որդեգրած քաղաքականության իմաստով ունեցել ենք լիք չհասկացված շրջաններ, բայց դրել ենք մի կողմ, որտեղ շատ ավելի կարևոր ենք համարել ուրեմն այդ հարաբերությունների պահպանումը։ Եվ հանուն արդարության պետք է ասեմ, որ Միացյալ Նահանգներն այնքան է ներկայացված Իրանի շուրջ, որ կարծում եմ կարիք էլ չունի ու եւս մեկ հատվածում ինչ որ ներկայացություն ունենալ Հայաստանի մեջ չի դնում։ Հա, էլի։ Մյուս կողմից էլ նաեւ մենք ունենք Թրամփի, որը հենց այդ մասսովի անցնելով հենց Միացյալ Նահանգները ինքը հետաքրքրված չի լինի, որպեսզի իր տնտեսական ներկայությունը այդտեղ որևէ կերպ վտանգված լինի։ Եվ վստահ եմ, որ Միացյալ Նահանգները կներեք միշտ նաև ըմբռնումով է մոտեցել Հայաստանի ունեցած հարաբերությունների Իրանի հետ, այո, եւ այն ժամանակ, երբ Իրանը եւ Միացյալ Նահանգները եղել են չափազանց ծանր հարաբերությունների մեջ, մենք խնդիր չենք ունեցել Իրանի հետ, օրինակ, կյանքի ճանապարհ կոչելով այդ ուրեմն այդ փոքր այդ ճանապարհը օգտագործել եւ իրապես փրկվել սովից, որովհետեւ հիշում ենք այդ տարիները եւ գնահատում ենք ու այդ իմաստով չափազանց կարեւոր է որպեսզի Երևանը կարողանա կոմունիկացնի անհրաժեշտ ձևով, որ մենք չենք պատրաստվում այդ դիլեմայի առաջ կանգնել, նույնիսկ եթե այդպիսի փորձեր արվեն, ասեմ, որ ադրբեջանցիները ամեն ինչ անում են, որպեսզի իրենց լոբիստական, այսպես ջանքերով մեզ այդպիսի ընտրության առաջ կանգնեն, շատ լավ է, որ մենք կարողանում ենք դրա դեմն առնել եւ թույլ չտալ, բայց միևնույն ժամանակ տրիպի հետ կապված մեզ համար անընդունելի որոշ հայտարարություններ, ձևակերպումներ եղան Իրանի կողմից, այստեղ այո, վելայեթի մասին է խոսքը եւ մենք պիտի ուղղակի արախչիի կամ այսպես կոչված արտաքին քաղաքական դերակատարների կշիռը այս հարցում ավելի շատ մեծացնենք եւ նրանց վերաբերմունքը, որտեղ եւ Փեզեշքյանը եւ արտգործնախարարը այո ասում են, որ մեր շահերը այդտեղ ոտնահարված չեն, իսկ մենք չենք ուզում, որ Իրանը որևէ ձևով իր շահերը նսեմացած տեսնի, հակառակը ասում ենք, որ եկեք մասնակցեք եւ դրանից օգտվեք, ինչպես ասում ենք նաեւ ռուսներին։ Չեք կարող մաս լինել, բայց կարող եք օգտվել։ Հիմա Ռուսաստանը փորձում է Իրանին օգտագործելով խափանի այս ծրագիրը, իգին այդ ծրագրի խափանման մենք չենք կարող որևէ գործողություն վրացիներն են իրենք փորձել օգտագործել այդ առումով։ Հիմա այո, հենց այդ քննարկումներն են, այսօր ես նաև Վրաստանից այդպիսի մի զանգ ստացա, քննարկում էինք եւ իհարկե հասկանում ենք, որ վերջին հայտարարությունները Կոբախիձեի այդպես ինքնաբուխ հայտարարություններ չեն, դրանք ուղղորդված են Ռուսաստանի կողմից։ Իհարկե, մեզ զգուշացնում են, որ դուք ձեր միակ կյանքի ճանապարհից կզրկվեք, իսկ դա վրացական ճանապարհն է։ Իդեպ դրա մասին ասեմ, որ նախկինում այստեղ քաղաքական որոշ այսպես կոչված գործիչներ խոսում էին եւ մեզ զգուշացնում էին, եթե ամերիկացիների հետ գնանք այդպիսի պայմանավորվածությունների վրացիները կփակեն ճանապարհը եւ այլն եւ այլն։ Հիմա ռուսները ուրեմն գնում են նաեւ այդ ճանապարհով, հույս ունեմ, որ
վրացիները իհարկե հայտարարություններից անդին չեն անցնի, որովհետև դա իրենց համար կունենա հետևանք։ Բայց իհարկե այստեղ շատ կարևոր է նաև Վրաստանը, իդեպ մենք նաև Վրաստանում համաձայն չլինելով լիքը հարցերի հետ, պաշտոնական Թբիլիսիի հետ պիտի շարունակենք հարաբերությունը պարտավորեցնում է այն լավագույն հարաբերությունները, իսկ Վրաստանը մեզ համար թերևս աշխարհում ամենակարևոր է սպահին երկիրն է, որի հետ մենք պիտի ունենանք հարաբերություններ անկախ այդ իշխանությունը ինչպիսին է, ժողովրդավարական է, ռուսամետ է, թե արևմտամետ է։ Իհարկե մենք կուզեինք, որ Վրաստանը լիներ մեր նավում, այն նույն նավում, որով մենք հիմա Ադրբեջանի հետ ընթանում ենք եւ ավելի ռեգիոնալ բան կունենայինք, ընդգրկում կունենար այս ամբողջ զարգացումները, հույս ունեմ, որ ինչ որ պահի նաեւ ինչպես թուրքական Տրամպի կտոր կունենանք, այնպես էլ կլինի նաև վրացական ուրեմն սեգմենտ բայց դրան ժամանակ կուզի հավանաբար եւ ամերիկացիները այս պահին հակված չեն ընդհանրապես վրացական օրակարգով մեզ հետ խոսել, ուստի վրացիները պիտի սպասեն իրենց շատ հնարավոր է որ որքան Ռուսաստանը թուլանա, ապա նույն իշխանությունը Վրաստանում իրենք կդառնան պրոամերիկյան, պրոեվրոպական, հենց տեսնեն որ այնտեղ թուլանում են, իրենք նույնպես արդեն կդառնան ավելի կառուցողական։ Դե սրանից թույլ Ռուսաստանի իշխանություն որտեղից է Այս պահին այո, բայց երևի թե սպասում են էլ ավելի թուլանա։ Դե հիմա այդ դեպքում ուրեմն ինչ-որ Չինաստանում են փորձում այսպես գործընկեր փնտրել, ստրատեգիական գործընկերություն հաստատել, որպեսզի կարողանան Միացյալ Նահանգներին այսպես հակակշիռ ստեղծել իրենց երկրում։ Ինչը լավ գաղափար չի։ Ինչը վերջին նաև չինական ակտիվությունը չի կարող այն աստիճան լինել, որ կարողանա փոխարինել Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը եւ հույս ունեմ, որ վրացիները համոզվեցին, որ Չինաստանը չի կարող փոխարինել, հատկապես ինստիտուցիոնալ իմաստով, ռեֆորմների իմաստով, ուղղակի պետությունը քայքայվում է աչքներիս առաջ ու ժամ առաջ կուզենք, որպեսզի այս իրավիճակը այո հանգուցալուծվի։ Իրանի հետ կապված էլ իհարկե նաև մի դիլեմա կա այնուամենայնիվ այս համակրանք հակակրանքների հարցերում։ Բնականաբար մենք ժողովրդավարական արժեքների մասին մեր համոզմունքներն ունենալով կարող ենք խոսել թե ում կողմն է մեր համակրանքը, ումը ոչ։ Մանավանդ մենք հենց ՄԱԿ-ում տեսնում ենք ինչ ահավոր զեկույցներ են շրջանառվում Իրանում տեղի ունեցած։ Երբ Reuters-ը, Bloomberg-ը հղում անելով Իրանի առողջապահական համակարգի բարձրաստիճան աշխատակիցներին ինչ թվերի մասին են խոսում, արդեն խոսում են 30,000 սպանվածի մասին։ Խոսում են, որ դեշեկա գնդացերով կրակել են մարդկանց վրա, որը հիվանդանոցներում են հիվանդանոցներում եկել վիրավորներին ստուգողական կրակոցով սպանել են։ Այո։ Եվ այլն, իհարկե սա խնդիրը լրջագույն բարոյաքաղաքական խնդիր է, բարոյական եւ քաղաքական, բայց կա Հայաստանի Հանրապետության շահը հետեւյալն է, Իրանը մեր հարևան բարեկամ երկիրն է, որի հետ մենք պետք է ունենանք կայուն, հորիզոնական, հանդուրժողական, փոխշահավետ հարաբերություններ, անկախ նրանից ով է Իրանի ղեկավարը, ինչպիսին է այն, ինչպիսին է Իրանում քաղաքական ռեժիմը եւ նույնը մենք ակնկալում ենք, որ Իրանը ունենա նույն ընկալումները Հայաստանի Հանրապետության հետ կապված։ Արտգործնախարար Աբդուլլահյանը մի կարևոր բան էր ասում, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է։ Տրիպը Հայաստանի անվտանգությունն ամրացնող կարևորագույն նախագիծ է։ Եվ Իրանը պիտի ըմբռնումով մոտենա հենց այդ համատեքստով, որ սա եթե Հայաստանի անվտանգությունն ավելացնում է, ուրեմն իրենք պարտավոր են նաև այդ տեսանկյունով մոտենալ, տեսանկյունից մոտենալ եւ ուրեմն փոխել իրենց դիրքորոշումը, եթե իրենց իշխանության ինչ-ինչ օղակներ շարունակում են անհամաձայն մնալ ուրեմն այդ նախագծին։ Եվ մենք ունենք դեռ ժամանակ։ Մոտեցել ենք վերջապես։ Ես ուղղակի ուզում եմ նաև նշել, որ քանի որ մենք նաև մեր ձևաչափի մասին խոսեցինք ընտրությունների եւ խոսեցինք նաև, որ մենք ցանկանում ենք այսպես լայն ցուցակով
հանդես գալ։ Օնլայնված։ Այսինքն ներառելով մեծ թվով հայտնի ոչ կուսակցականների, հասարակական գործիչների, այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել, որ մենք առաջիկայում հենց այս հանդիպումներն ենք ունենում, մարդկանց ենք, որոնք իրապես նախանձախնդիր են այս օրակարգը առաջ մղելու, այս դրոշակը բարձր պահելու, արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու եւ իշխանություններին ուղակի թույլ չտալու շեղվել այս ուղուց։ Անդիմափոխությամբ ողջավորված։ Այո, մենք խոսել ենք շատերի հետ, կխոսենք շատերի հետ, այս մասին մենք օրնիբուն քննարկումների մեջ ենք, ուզում եմ որպեսզի հանգիստ լինեն մեր քաղաքացիները, որտեղ բազմաթիվ են հարցերը, որոնք վերաբերում են ընտրություններին, մասնակցության ձևաչափին, խոսում են միավորման մասին, հաստատապես ձեզ չենք հիասթափեցնի, ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ցուցակը լինի ներկայանալի եւ դուք ունենաք այդ համոզումը եւ այդ տպավորությունը, որ դուք ունեք, այո, եւ մենք միավորված ընդլայնված ցուցակ կներկայացնենք եւ լավագույնս ուրեմն հանդես կգանք առաջիկա քաղաքական կարևորագույն այդ ուրեմն գործընթացին, ընտրություններին։ Դե ինչ, հարգելի տիկնայք եւ պարոնայք, մենք ավարտում ենք մեր եթերը։ Հաջորդիվ կհանդիպենք հաջորդ 3 շաբթի նույն ժամին 20:00-ին եւ կսպասենք ձեր հարցերին, որոնցից եւ ընտրություն կկատարենք եւ շարունակենք պատասխանել։ Իսկ այսօրվա մեր եթերը ապահովեցին մեր հարգարժան հետևորդներ Վահրամ Սուքիասյանը, Վալենտինա Բաղդասարյանը, Հասմիկ Անդրեասյանը եւ Հայկ Անդրեասյանը, ինչի համար խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել, նաեւ շնորհակալ եմ Արման Բաբաջանյանին, Արնոլդ Բլեյանին, շնորհակալ եմ միշտ սիրով։ Միշտ նոր հանդիպում, խաղաղություն եւ բարի նոր ձեզ։